Սիրիայի արտգործ նախարար Վալիդ Ալ-Մուալեմն ասել է, որ երկրի տարածքում սահմանվող անվտանգության գոտիներում հրադադարի ռեժիմը երաշխավորելու են միայն ռուսները, այլ ոչ թե ՄԱԿ-ի հովանու ներքո գործող միջազգային ուժեր։ Նրա խոսքերով Դամասկոսի համար այլ տարբերակներ ընդունելի չեն, ոչ մի ուրիշ ուժ չի ստանա հրադադարի պահպանումը ստուգելու, մարդասիրական օգնության բաժանումը հսկելու եւ անվտանգության գոտիներում այլ զարգացումներին հետևելու հնարավորություն։ تواجد لقوات دولية تحت إشراف الأمم المتحدة ՄԱԿ-ի ուժեր չեն լինի։ Ռուսաստանը որպես երաշխավոր հավաստիացնում է, որ գոտիներում կտեղակայվի ռազմական ոստիկանություն եւ կիրականացվի հսկողություն։ Ուստի ՄԱԿ-ը կամ միջազգային ուժեր այդ շրջաններում դեր չունեն։ للأمم المتحدة أو للقوات الدولية في هذه المناطق Սիրիայում լարվածության թուլացման գոտիներ սահմանելու համաձայնությունը ձեռք է բերվել անցյալ շաբաթ Աստանայում նախագահ Բաշար Ալ-Ասադի ռեժիմի, սիրիական ընդդիմության որոշ խմբերի, ինչպես նաև Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի ներկայացուցիչների բանակցությունների ընթացքում։ Սիրիայի հիմնական ընդդիմադիր խմբավորումը լուրջ վերապահումներ ունի գործարքի հարցում, պնդելով, որ Իրանը չի կարող հանդես գալ որպես հրադադարի ապահովման անկողմնակալ համաերաշխավոր։ Համաձայնությունն անցած շաբաթավերջից ուժի մեջ է եւ ըստ Սիրիայից ստացվող հաղորդագրությունների հիմնականում պահպանվում է։ Ասադին սատարող Ռուսաստանը եւ Իրանը, ինչպես նաեւ ընդդիմությանը սատարող Թուրքիան հայտնել են, որ պատրաստ են ստորաբաժանումներ տեղակայել անվտանգության գոտիներում, ինչը կնշանակի տարածաշրջանային այդ երեք տերությունների համագործակցության աննախադեպ բարձր աստիճան։ Միացյալ Նահանգները չի ստորագրել լարվածության թուլացման համաձայնությունը։ Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Ջիմ Մատիսը երեկ ասել է, որ Վաշինգտոնում ուշադրությամբ վերլուծում են այդ համաձայնությունը։ The devil's always in the details, right? So we've got to look at the details, see if we can work them out, see if we think they're going to be effective. Տանան մանրուքներում է, չէ՞։ Մենք պետք է ստուգենք դրանք, հասկանանք, թե արդյոք կարող ենք աշխատել համաձայնության հետ, արդյոք այն արդյունավետ կլինի։ Կարող ենք այն կյանքի կոչել, այլ կերպ ասած, դեռ կան որոշումներ, որոնք մի շարք երկրներ պետք է կայացնեն խնդրի համակարգման եւ իրականացման նպատակով։ Դեռ շատ աշխատանք կա, որոշ մանրամասների մասին չեմ կարող խոսել։ Մարդիկ ունենք, որ տեղում դա շատ ուշադիր վերլուծում են։ Վաղը Վաշինգտոնում պետք է հանդիպեն Ամերիկայի եւ Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Ռեքս Թիլերսոնը եւ Սերգեյ Լավրովը։ Սիրիայի հարցը ու մասնավորապես անվտանգության գոտիների հսկումը անպայման կլինի նրանց քննարկումների օրակարգում։